Գլխավոր խաղաքարտը քարտեզն է, այն քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանը պտտում է իր հետ և բաժանում Հայաստանի տարբեր համայնքներում։ Հայաստանի քարտեզը Հայաստանով մեկ։ Քարտեզից հրաժարվելը երբեմն նույնիսկ վեճի պատճառ է դառնում։ Միթե մարդիկ չեն հիշում, թե ինչ սահմաններ ունի Հայաստանը, միթե չեն գիտակցում, որ Արցախը կորցրել ենք և հիմա մնացել է միայն Հայաստանը։ Այդ դեպքում ինչու է Փաշինյանը համառորեն բաժանում այս քարտեզները, կրկնելով «տեր կանգնեք»։ Որպեսզի մարդկանց ուրեմն ինչ կողմ դեպի գրավի, տեսնում է, որ այլ հնար չկա, այլ ճար չկա։ Հիմա բոլոր այսպես ասեմ, փամփուշտները կրակված են, այդ սիրում են բոլորիդ, խոնարհվում են բոլորիդ արչե եւ այն դատարկ փուչ խոսքեր են եղել, ի սկզբանե ել, եւ ժամանակն էլ ցույց տվեց, որ դրանք դատարկ խոսքեր են։ Հիմա մարդկանց մեջ խայլում է ինչ որ մի բան է տալիս իրենց։ 2026 թվականի քարոզարշավում Փաշինյանն անցել է արդեն փորձված մեթոդներին, խոսելով Հայաստանի հանդեպ սիրո մասին, եւ այդ սերը ըստ մասնագետների վերածվում է քաղաքական շահարկման։ Բայց սիրուց անդին իշխանության խոսույթը փորձում է խեղել արցախյան շարժման նշանակությունը։ Որպես օրինակ հիշատակվում է դեպքը, երբ ադրբեջանցիները ներթափանցել էին եւ սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին։ Փորձագետների համոզմամբ Արցախը երկար տարիներ Հայաստանի անվտանգության վահանն էր, իսկ դրա կորուստը փոխեց ամբողջ տարածաշրջանի անվտանգային տրամաբանությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ վահանը տվեց թշնամուն եւ թշնամու առաջ բացեց ուրեմն Սյունիքի ճանապարհը, Գեղարքունիքի ճանապարհը, Վայոց ջորի ճանապարհը, այսինքն Հայաստանի Հանրապետության արևելյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան սահմանները։ Թշնամու սահմանը որտեղ էր։ Օրինակ, թշնամին Գորիսից, Կապանից, Մեղրիից, նախքան Արցախի Հանրապետության օկուպացիան էր հեռու թե հիմա։ Սա շատ բաց հարց է։